Նորից մեքենա է պայթել Երևան-Սևան ավտոմայրուղու գազալցակայաններից մեկում, բարեբախտաբար զոհեր չկան։ Մետաղե ջարդոնի վերածված այս Mitsubishi-ի վարորդը կեսօրից հետո է գազալցակայան գնացել մեքենան լիցքավորելու։ Լիցքավորման պահին գազաբալոնը պայթել է, վնասվել է նաև գազալցակայանի տանիքը։ Լցակայանի աշխատակիցներից Խաչիկ Թորոսյանի խոսքով նախքան լիցքավորելը ստուգել են մեքենայի բալոնը, որևէ խնդիր չեն գտել։ Տեսախցիկից այն կողմ գազալցակայանի աշխատակիցները պատմում են, որ պայթյունի պահին վարորդը սպասասրահում է եղել։ Պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել գազալցակայանի մեկ աշխատող, նրան տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից Հայլուրին հայտնեցին, որ տուժած տղամարդը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Այս գազալցակայանում սա պայթյունի երկրորդ դեպքն է, գրում է Շամշյան.com-ը։ Ըստ կայքի տեղեկությունների պայթյունից նաև վնասվել են գազալցակայանում կայանված Hyundai-ին, Mercedes-ն ու Lada-ն։ Լցակայանի աշխատակիցները հերքում են կայքի տեղեկությունները։ Քննչական կոմիտեն էլ պնդում է, որ գազալցակայանում նախկինում պայթյուն չի եղել։ Պայթյունից ավելի քան 3 ժամ անց գազալցակայանում քննիչները դեռ աշխատում են, գազալցակայանի գործունեությունը դադարեցված է։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Աննա Գյուռնազարյան, Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։